Տեսեք, մի ասեմ, նորից եմ կրկնում, ամենայն պատասխանատվություն։ Այն մարդիկ, ովքեր տեսնում են, որ մանկապարտեզը այդքան գումար է ծախսվում, ծախսված գումարը ասֆալտի մեջից ծառերն աճում են, ասֆալտի մեջից ծառերն աճում են, այդ վիճակի է, այդ մարդիկ բարոյականության խնդիր ունեն։ Բարոյականությունը չի նշանակում նրանց ոտերի տակը կամ իրենց հետևը, բարոյականությունը գլխի հետ է կապված։ Քրես մարդիկ, քանի որ ուրիշ արժե համակարգ չունեն, մտածում են, որ ասում ես բարոյականության խնդիր ունեք, իրանց հետևի հետ կապ ունի, չէ՞։ Իրանց երևի հասկացել, ասում են ընտանիք եք մտել, տուն եք մտել, գավաթանու անդամ։ Տեսեք, սուտ են խոսում, այսինքն տուն մտնել, եթե ասում են հերթական սուտն ու կեղծիքն է, մի անգամ էլ եմ ուզում ասեմ, տեսեք ինչա տեղի եթե թաղապետը մեկ օրվա մեջ ինքը չհրապարակի, որ ես ասել եմ, որ այդտեղ երեխաներ կան այդ մանկապարտեզում, առնվազն ինքը անբարոյական է, առնվազն ինքը երեք հարցազրույց է տվել, ի՞նչն է հետաքրքիր, առավոտ չգիտեն ինչ խոսան, երեկոյան արդեն ԿՊ-ի գրասենյակի լրատվական Նյուզին չէր տվել հարցազրույց։ Տեսեք, նյուզի ժամանակ ձեն չի անում, երեկոյան արդեն երեկոն հենց գալիս է, այս պարագայում սկսում է իրանց սիվիկա ԿՊ-ի հետ աֆիլիացվող լրատվականը գալիս է իրենից հարցազրույցը վերցնում, լկտի բառապաշարով կրկին անգամ փոխանակ իրենք մի բան էլ դատապարտեն, ասում է հայոյել եմ, լավ եմ արել, շարունակում է իր լկտի պահվածքը, իրանք ասում են, որ մարդ են ծեծում, բռնում են Արտուրին Շահխոյանը ծեծում են, մի սադրանք եմ ուզում հասկանամ, սադրում են իրենք, թե հակառակ կողմն է սադրում։ Հաջորդը նույն այդ վարչական շրջանի Բայց հայհոյանքի համար մանդատը վայր դրեց պատգամավորը։ Կարծում եմ այդ մարդիկ մտավորի հետ կապված խնդիր ունեն, եթե մանկապարտեզ նորից եմ ասում, իրենք կոռուպցիան թալանը փորձում են շեղել։ Իրենք իրանց պաշկով, իրանց խմբակով ուզում են թալանել այդ մանկապարտեզներից միած չեն, մի քանի հատ կան։ 1, 2, 3 շուտով մենակ նոր-նորքում չէ։ Օրինակ Մալաքա Սեբաստիայում մենք կառուցված չէր դեռ, դրա համար են ասում եմ ոնց որ ավարտական ակտ Ուրեմն ներողություն, եթե պայմանագիր կա, պայմանագրով արդեն պիտի գործեր ու այդ մանկապարտեզը այդ լքված վիճակում է, որից մի օր մի գործակարգավարական նիստի ժամանակ չեն փորձում դրանից խոսալ, ուրեմն չափները ճանաչեն, լեզուները կտրեն ու համապատասխան տեղը։ Այսինքն մոտիվացված է իրանց լռությունը։ Կներեք, էլի մի հարց եմ զգալ, մենք լսեցինք ձայնագրությունը թաղապետի, որում հայհոյանքներ են ուղղված Արթուր Չախյանին։ Արթուր Չախյանին չէ, նայեք ինձ։ Եվ տեսանք ձեր երեկվա ակցիան։ Ձեր ակցիան դուք հայհոյանք նույնպես գնահատում եք թե ոչ։ Տեսեք, իմ ակցիան եղել է քաղաքական ակցիա, որը որ ես հայտարարել եմ։ Ես թաղապետին տվել եմ 1 օր ժամանակ, որպեսզի ներողություն ինքը խնդրի դարացի համար։ Իրենց կուսակիցների եկել են, ինչ տեսել են, ես իրանց ասել եմ գնացեք, ասեք, թող ներողություն խնդրի։ Այսինքն հանրային դեմքը իրավունք չունի հայելու։ 1 օրվա ժամկետը, երբ որ անցել էր Արթուրը Չախոյան այդքան հայտարարել էր, ինքը եթե խոսում է այդ լեքսիկոնով, իմ արածը, եթե յոգուրտը թափում ես նկարի գլխին, դա քաղաքական ակցիա է։ Իմ կողմից ես կոնկրետ պատասխանեցի, ես քաղաքական ակցիա եմ կատարել ու այդ անելու ժամանակ էլ ասել եմ, ես կատարում եմ քաղաքական ակցիա արել եմ ուղիղ թաղապետի լեքսիկոնին համարժեք։ Ասնակռիվ էին տալիս իմ նկարի հետ, կարծեմ ասած նաև որ գիտեք որ այնտեղ չլինելու, բայց գնացել ինչ-որ ինչ ասած կապիկություն։ Այսինքն որտեղից պիտի իմանայի։ Ուրեմն ներողություն, ստում է ինքը, ինչի համար, որովհետև այդ հայտարարությունը առավոտից տեղադրված էր։ Մի րոպե, ես մի շարունակեմ։ Առավոտ շուտ արդեն հրապարակվել էր մեր կողմից, մեր կողմից Արթուրի Չախոյան կողմից հրապարակվել էր, որ ժամը 3-ին գալիս ենք, եւ եթե ինքը այդքան անկեղծ էր, կարող էր մտնել հրապարակայինորեն, ասել ժամը 3-ին չէ, ժամը 5-ին եկեք, ես ստեղ կլինեմ։ Այսինքն մինչև ցերեկ, երբ որ լրագրողն իրաց մոտիկ անում է, ինքը չգիտի ինչ խոսա։ Իրան դեռ հանձնարարություն, իր պապաները չէին տվել։ Պապաներն ովքեր են։ ԿՊ-ն։ Շատ ուղիղ եմ ասում, ես նորից եմ կրկնում, տրորել եմ կոռուպցիան։ Կոռուպցիայի պոչը տրորել եմ ու այս ամբողջը եղել է։ Այսինքն իրանք էլ այս վնգստոցը որ տեղի է ունենում, վնգստոցում են ոչ թե այդ վնգստացող բերանները, այլ իրենց քաղաքական պապաները։ Պարոն Մանուկյան, վերադառնանք Այսինքն Փաշինյանը տեղյակ էր եւ լուռ էր, որովհետեւ հարմար էր այսպես պարտեզի հաշվին, այսպես գումարներ, հա, փոշիացնեն ենթադրաբար։ Տեսեք, երբ որ ես խոսում եմ ամեն օր կոռուպցիայի մասին, երբ որ ես առարկայական ցույց եմ դնում մանկապարտեզների խնդիրները, նույն վարչական շրջանի ղեկավարը երբ որ խոսում է մանկապարտեզից, իր թաղապետանի լուսամուտի ուղի ներքևը 101-րդ մանկապարտեզը որ կա, եկեք դուք էլ մասնակցեք, եթե ուզում եք։ Բարև ձեզ։ Այո։
Մենք մուտքին չենք հանգարի։ Դիրքավորվել ենք առաջ ենք չենք հանգարի։ Խնդրում ենք հարգելի լրագրողներ, ընդդեմ Մի քանի րոպե ավարտում ենք։ Պարոն Մանուկյան, մի հատ Շտապօգնության մեքենա է կանչվել, Արտուր Շախանյանը կանչվել։ Համար է կանչվել։ Ես հնարավորություն ունեցա կապ հաստատել Արտուրի Շախոյան դուխը մարտական էր, չեմ նահանջելու կոռուպցիայի թալանի դեմ պայքարելուց, ինքը ասում էր, որ ստեղ միջանձնային հարաբերություններ չի, այսինքն կոռուպցիան թալանը իրենք որպեսզի շեղեն այդ ուղղությունը, իրենք շեղեցին ամբողջությամբ այս ուղղությամբ։ Տեսեք, երբ որ ես ամեն օր խոսում եմ տրանսպորտի թալանից, առարկայական, ասում այսքան թալան կա, ոչ մեկ չի խոսում։ Խոսում եմ մանկապարտեզների խնդրից, 3 ամիս առաջ խոսեցի մանկապարտեզների ծնունդներից, հիմա մտնում եմ մանկապարտեզներ, տնօրեններն ասում են շնորհակալություն, որակապ մի փոքր ավելի լավացել է մանկապարտեզների։ Նույն 101-րդ մանկապարտեզը մտնում ես, հատակ առաստաղը ճաքած, ճաքերը թափվում է, սիլիկոնով խեղճ տնօրինությունը նորից եմ կրկնում։ Շնորհակալություն 101-րդ մանկապարտեզի տնօրինությանը։ Սիլիկոնով փակում են, որ Թաղապետերը տեղյակ չեն, Թաղապետը մի ասում է, ես տեղյակ եմ, բայց նույնիսկ իր քթի տակ գործող մանկապարտեզի հիմա մի հատ խոսենք Արտուր Շախոյանի վիճակը, սա կներես Արտուր Շախոյանի վիճակը հիմա ինչպեսին է, նա ինչ կարգավիճակ ունի այստեղ, շտապօգնություն հրավիրել է առողջական ոնց որ վնասվածքներ։ Եվ ով է հրավիրել։ Հիմա նրան բավականին կոշտ ձևով տեսանք կադրերում, ձեռքերը ոլորելով տարան, ի տարբերություն այն մարդկանց, որոնք ծեծում էին կոնկրետ Արտուր Շախոյանին։ Հիմա նախ սա ոնց է գնահատում, եկել կարող է օրինակ Արտուր Շախոյանի մեղադրանք առաջադրել ասենք մարտի 1-ի պետական դավաճանության այլ հոդվածներով։ Ես կարծում եմ, որ ոչ թե որպես բուժող ներգրավել։ Այս իշխանությունից ամեն ինչ հնարավոր է, ես օրինակ մտածում եմ, որ վաղն կարող է ինձ բերեն մեղադրանք առաջադրեն, Արցախը հանձնելու կամ իրանք սիրում են տես պոպուլիստ ձևով հանրապետություն կուսակցությունը խոսել հոկտեմբերի 27-ից, երբ որ 27-ի դատախազող Ջահանգիրյան Գագիկներ սաղոնը իրանց կողքը կանգնած է կամ Խոչյան Անդոն, որ իրանց կողքը կանգնած է կամ այսօրվա իշխանությունը կարող են բացել։ Այսօրվա իշխանությունը ցանկացած մեղադրանք կարող է ներկայացնել։ Շախոյան Արտուրի դուխը մարտական էր, առողջական վիճակի հետ կապված որոշակի խնդիր կար, որի ապացույցը հենց շտապօգնությունն էր, հասկանում եք, շտապօգնությունը եկել այստեղ Արտուր Շախոյան հետ, փաստաբանները արդեն 2 փաստաբան Շախոյան Արտուրի հետ են, ճիշտ ասած անունները մի չեմ հիշում որ ասեմ, հաղորդում ներկայացնելու համար է բաժնում։ Ինչպես Հաղորդում ինչ կարգավիճակով է բաժնում։ Արտուրը, ես չունեմ այդ ես այդ ինֆորմացիան չունեմ կոնկրետ ինչ կարգավիճակում է, փաստաբանները կարծում եմ ճիշտ են իրենք էլ խոսեն, ասեն ինչ կարգավիճակ ունի Շախոյան Արտուրը։ Մի հատ բառը որ կար, որ Շախոյան Արտուրի հետ վերջի զրույցում ես խոսել եմ, ասում էր ես անկոտրում եմ մնալու կոռուպցիայի թալանի պայքարում եւ ես ամբողջը շեղում են, որպեսզի այդ կոռուպցիայից ու թալանից մենք շեղվենք։ Ինչի համար նորից եմ կրկնում, էլի, որովհետեւ այդ մանկապարտեզը արդեն պիտի գործեր, այդ ակտերից ես ակտերից չեմ խոսում, ես խոսում եմ մանկապարտեզի վիճակից, ես խոսում եմ այդ ընկերության նախքին այդ կատարած 4 խայտառակ շինարարություններից, խոսում եմ ապագայում 2.5 միլիոն դոլարի չափ փող տալուց, այս մարդիկ ասեն ակտ։ Աբա բնականաբար շեղել ես մարդիկ, որպեսզի այդ Լավ, Թաղապետը ինչու հարված է, այսքան էմոցիաներ ինչ էր կարում, թե վստահ է, մի րոպե, թե վստահ է, որ չի պատժել, որտեվ եթե դուք նկատեցիք, նա 2.5 ժամ շարունակ վարում էր նիստը, իհարկե ժամանակ առ ժամանակ զանգ էր ստանում, անհանգստություններ, ոստիկանությունը գնում գալիս էր, բայց նա շարունակեց իր աշխատանքը անվրդով, այսինքն երաշխիք ունի, որ չի ձեռնարկել, օրինակ խմբական խուլիգանության։ Քանի որ ես տիրապետում եմ ինչ հանրային Արտուր Դուխը միջև վերջ տեղն է Արտուրի։ Ուրեմն շարունակեմ ես, տեսեք ինչա։ Այն հանրային լսումը, որը որ իրենք կազմակերպել են, Շախոյան Արտուրեն ստան Բաքի հանրային լսումներ, իրենք շատ լավ գիտեն, որ Շախոյան Արտուրը հարևանների հետ գալու է մասնակցի, շատ լավ տիրապետում էին եւ իմ գնահատմամբ սա կազմակերպված խմբակային բորենիների հարձակում էր։ Ինչի համար, որովհետեւ Արտուրը այս խնդրի շուրջ միշտ եղել է հետեւողական։ Այսինքն իրենց բակում, ինքը իր սկզբունքայնության արդյունքում մարդ պետք է գիտակցի, որ դու սկզբունքային ես, կարած դու բորենիների կողմից հարձակման ենթարկվես, հասկանու՞մ։ Մենակ էր եկել։ Մենք լրագրողներով մոտեցանք ավելի ուշ։ Մենակ եկել էր, ներկայացել էր եւ այնտեղ սադրանքը որն է գալիս, ասում են դու լավ տղա չես, դու ես չես, ինչ ես հետևից, արա երկար սրից, հետևից բրթում խփում են մեջքին հետևից ու դա գնահատում են, որ սադրանք տարեց Արտուրը։ Բա լավ Թաղապետը իր կաբինետից այտենց վայրակ ձևով ինչի համար եկավ սաղին հերու գնացեք, որ ես հարված եմ։
Եվ սա վարկա այդ դրանք են ուզում Եվրոպական Եվրոպական արժի համակարգ։ Ձեր կարծիքով ինչ կա։ Իմ գնահատման պայո, սա կազմակերպված է։ Խաղապետը սպասում էր այսինքն որ Այո, շատ լավ խաղապետը։ Շատ լավ իրենք իմացել են։ Եւ նայեք եկեք անդրադառնանք նաեւ Տիգրան Ավինյանին, տեսեք, այո, գնացի տեղում չէր, ասացի, որ ես ուզում եմ գալ եւ պատասխան պահանջել ձեր նշանակած վարչական շրջանի ղեկավարից ու իդեպ սա մասիվ թաղամասը բողոքում է իրանից, իր կերպարից եւ Տիգրան Ավենյանը մոտ է իբր թե աշխատում, եկել են 70,000։ Հա, իմի շարունակեմ։ Այս Տիգրան Ավենյանը աշխատողներն են իբր թե եկել են 70,000, ես շտրաֆ եմ ուծել։ Ինչի համար։ Ուրեմն շարունակեմ ես ժողովուրդ, քանի որ Տիգրան Ավինյանի կողմից, ՔՊ-ի կողմից գնահատական չեղավ եւ լինելով իշխող կուսակցություն պարտավոր էին գնահատական հնչեցնել։ Իրենք պարտավոր էին երկրում նմանատիպ արատավոր երևույթները դատապարտել։ Հակառակը իրանք ծիվիկ ու չիվիկի ուղարկում էին, որպեսզի ավելի շատ սադրեն։ Ու նորից են կրկնում, Բայց պատգամավորը մանդատը վայր դրեց։ Իսկ այս մարդու համար իրենք երաշխավորագիր ներկայացին, որովհետև կուսակցությունը այդ սպառնալիքների մասին հետոյի հնչեցած կոչը դրեց իր կուսակցության պաշտոնական էջին եւ Ավինյանն ասաց դե նյարդայնացել եք պիտի ստանայի։ Ուրեմն եթե մոտիկանանք, երեք լրագրողը լավ հարց կարծում եմ տվեց, ասաց եթե նյարդայնում մարդուն վիրավորում են, ձեր հայրն էլ մարդկանց պիտակավորեց, էլի։ Այդ ամբողջի պատասխանը ոնց եք նայում, հետեւաբար դա տեղին չէր իր կողմից։ Վիլենը Գաբրելյան ի տարբերություն մնացած ԿՊ-ականների երևի թե բարոյական արժի համակարգ մի փոքր մնացել էր եւ ի տարբերություն մնացած ԿՊ-ականների մշակութային գործիչ էր ինքես բարագամ, եթե համատական ես դնում մնացած ԿՊ-ականների։ Ջութակար էր օրինակի համար։ Չէ, ինչի համար եմ ասում, այսինքն այդ մարդը ասեց այդ վիդեոն Արտուրը ուր եք տանում։ Սրանք խուլիգաներ են, ոստիկանությունը։ Ժորժան, ժողովուրդ հետո էլի խուլիգանի թալանչի պիղծ իշխանությունը խաղապետի գլխավորությամբ։ Ուր եք գնում։ Եփրիկյան հայտարարում։ բոլորը արձանագրեք, հիվանդանոց են գնում մենք, որ հիվանդանոց Ինչ վնասվածքներում եք։ որ հիվանդանոց են գնում։ Բայց կահում ես Արտուր Ինչ որ կարգավիճակ ունեք ձեզ։ Այո, ձերբակալ հասնենք Ինչ ինքով։ Բայց ուժողը դուք եք ձեզ ձերբակալ։ Այո, նոր Հայաստանում դուժողը դառնում է մեր աշխարհ։ Արսեն ջան, ուր ես։ Այսինքն շինքույտովություն է։ Այսինքն կարող է վերջում պարզվի դուք եք մեղավոր ձեզ։ Դուք հիմա ձերբակալված եք։ Ինչ հոդվածով է, պարոն Եփրիկյան։ Ինչ հոդվածով է մեղավոր։ Խուլիգանություն կատարելու գործը։ Իսկ քաղաքապետը ձերբակալված չէ, նա ասաց սոված եմ գնում եմ հաց ուտելու։ Խաղապետին ծեծելու արերևույթը նորմալ է, ակնհայտ ցակած կասկածով ոչ իման չեն անելու։ Խաղապետը